Մենք վերադարձանք եւ անդրադառնալու ենք շատ հետաքրքիր թեմայի։ Հայաստանում սկաուտական շարժումը ձևավորվել է դեռևս Հայաստանի առաջին հանրապետության տարիներին։ Հայ սկաուտի օրը առաջին անգամ նշվել է սկաուտական շքերթով 1920 թվականի ապրիլի 18-ին։ Այսօր էլ ավանդույթի ուժով ապրիլի 18-ը նշվում է որպես հայ սկաուտի օր։ Սկաուտներն ունեն երթում, դավանանք, զինանշան, օրհներգ եւ նշանաբան եւ այդ ամեն ինչը փակցված է նրանց վերնաշապիկների վրա։ Հանրապետության մեջ։ Այո, բարձրացիր եւ բարձրացրու։ Ինչ է սկաուտություն, ինչ տարիքային խմբեր կան, ինչպիսի ծրագրեր ու ինչ միջոցառումներ են նրանք իրականացնում, կխոսենք այսօր մեր հյուրերի հետ։ Մեր տաղավարում սիրով հյուրընկալել ենք այս գունեղ երիտասարդներին Հոմեն Ըտմեն Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության Երևանի մասնաճյուղի խմբապետ Նանետեր Սարգսյանին, Արմավիրի Վարդան Բախշյան մասնաճյուղի խմբի խմբապետ Ալեն Ավագյանին եւ Արմավիրի Վարդան Բախշյան մասնաճյուղի գայլիկ պատասխանատու Մերի Թովմասյանին։ Լույս առավոտի հարգելի գործընկերս զգաստանում եմ եւ ուզում մի բան վերցնեմ, ես էլ փակեմ, ես շատ դատարկ եմ։ Առավոտից ինչ-որ մարդկանց բաներ ասում։ Ես եմ առանց մեդալ։ Այո, առանց մեդալ։ Մյուս եթերին կգտնեմ մի բան, կդնեմ։ Պատմեք ձեր գործ, նախ շնորհավորում ենք։ Այսօր ձեր օրն է, էլի շնորհավորանք դերեք ստանալու, թե մեզնով սահմանափակվում ենք։ Օրը նոր է սկսում, ես եւս շնորհավորում եմ։ Այո, ես վստահ եմ, որ վաղ ավելի բուրն է ձեզ սպասում, կան որոշ ծրագրեր վաղվա հետ կապված։ Այո, Երևանի վարչությունը եւ Երևանի սկաուտները կազմակերպել են հավաքույթ ընթրիք սկաուտի օրվան նվիրված ու հրավիրված են մեր բոլոր սկաուտները եւ սկաուտների ծնողները, մեր հյուրերը այնտեղ լինելու են, որ միասին նշենք այդ օրը միասին։ Մենք այստեղ անուններ ենք կարդում, շեղող, արդեն ուզում եմ ասեմ, Արենուշ, Պարմանուհի, հասկացա չէ, նրանց անունները չեն եւ Արի։ Ինչ են խորհրդանշում այս ձեր լոգոտիպերը։ Այս լոգոտիպերը դրանք մեր տարիքային բաժանումների արդյունքում մեզ տրվող անուններն են, ինչպես գիտենք գայլիկները դրանք մեր կրտսեր սերունդներն են, որոնք 6-ից 5-ից մինչև 11 տարեկան երեխաներն են, նրանց տրվում է գայլիկ եւ արծվիկ անունները, իսկ արդեն սկաուտները, որոնք 12-ից մինչև 18 տարեկան են, նրանց տրվում է Արի եւ Արենուշ, համապատասխանաբար տղաներին Արի, իսկ աղջիկներին Արենուշ անվանումները, իսկ արդեն երբ որ 18 տարին լրանում է, նրանց տրվում է արդեն Երեց եւ Պարմանուհի անվանումները, դրանք որպես կոչում չասենք, բայց մեր դիրքերում գտնվելու անվանումներն են։ Ոնց որ հասկացաք, մեր մոտ տարիքային բաժանումները արդեն փոքր տարիքից մինչև մահ կարելի է իմացիալ անմահություն։ Այո, ես ուզում եմ ձեռքս դրեմ օրներքն ասեմ։ Մեր հակուսներով սկաուտությունը առհասարակ։ Ով է սկաուտը։ Սկաուտությունը Ինչ պատասխանատվություն ունի իր վրա սկաուտը։ Կամ ինչու եք անդամակցել, ինչ պետք է մարդու կյանքում կատարվի, որ որոշի անդամակցումը սկաուտներին։ Սկաուտությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր անդամի կայանալ, ինքնադրսևորվել, պատասխանատվության զգացում ունենալ, փորձել աշխատել թիմով եւ բազում հնարավորություններ է տալիս կյանքի ընթացքում, թե Հայաստանի շրջանում, թե Հայաստանից դուրս հետաքրքիր ծրագրերի մասնակցել ու փոխել աշխարհայացքը։ Ինչպես կարող են անդամակցել, օրինակ հիմա մեր հեռուստադիտողները նայում են, ասում են տղես տրամադրվի, հեսա։ Քեզ ենք այդ վերաշապիկներից առնում։ Մենք Հայաստանով մեկ ունենք տարբեր մասնաճյուղեր, ներկայումս Երևանում ունենք 3 գործող մասնաճյուղ, սակայն վերաբացել ենք մեր 2 մասնաճյուղները, նոր մասնաճյուղ ենք ցանկանում բացել Էջմիածնում, ունենք Արմավիրում, Գյումրիում, Վեդիում, Աբովյանում, տարբեր մարզերում ունենք մասնաճյուղեր եւ ըստ համայնքի արդեն հապապատասխան կարող են հետաքրքրվել հետեւելով մեր էջերին, կտեսնեն որտեղ է այդ տվյալ մասնաճյուղը եւ կարող են արդեն անդամագրվել, մոտենալ մեզ, խոսել, արդեն ըստ ցանկության է իրականում, ոչ մի հատուկ ընթացակարգ չկա սկաուտ լինելու համար, արդեն պետք է ունենաս միայն ցանկությունը եւ կարող ես միանալ մեզ։ Ինչպես գիտեք, մեր կազմակերպությունը ինքնին կամավորական հիմունքների վրա ձևավորվել ու ոչ մեկին չի կարող պարտադրել, այլ պետք է կամք ունենալ, նախ եւ առաջ սկաուտությունը այդ կրթական շարժում է, որտեղ մարդը ձևավորվում է որպես անհատ, որպես քաղաքացի, բոլոր իր մարդկային ուղղություններով մենք զարգացում ենք անցնում,
եւ մեր այդ կրթությունը անցկացնում ենք ոչ թե ուղղակի որպես դպրոցի աշակերտ, որտեղ ուղղակի մատուցվում է այդ գիտելիքը, այլ մենք մեր փորձով, տարբեր շփումների, տարբեր միջավայրներում մեր ծանոթությունների միջոցով, բացի դրանից մեր կրթությունը անցկացվում է ոչ ֆորմալ ձևաչափով, այսինքն ոչ թե ուղղակի ստանում ենք այդ գիտելիքը, այլ պրակտիկ, այսինքն կիրառելով, անելով ենք սովորում մեր ստացած գիտելիքներով, այդ ամբողջ ընթացքը մեր ամբողջ գործունեությունների միջոցով ձևավորում ենք որպես գիտակից, հավասարակշռված, առողջ մտածումներով, հայրենասեր, ինչու՞ չէ, մեր շատ կարևոր կետերից է հայրենասիրությունը, քաղաքացի եւ ամենակարևորը որպես մարդ։ Ու այս ամեն ինչը մեզ թույլ կտա օգնելու հասարակությանը մեր շրջապատող մարդկանց, որոնք նույնիսկ սկաուտ չլինելով, մեզ տեսնելով ու մեր հետ շփվելով, մենք կարող ենք պետք է փորձենք նրանց դարձնել այնպիսին, որը թույլ կտա մեզ բոլորիս սիրել իրար։ Ես տեսա ու հիշեցի մանկության տարիները, երբ տատիկիս մոտ էի գնում, այսպես Տավուշի մարզում ու տեսնում էի ձեր բանակումները այնպես գայթակղիչ էր այդ ամենը իրականում, իհարկե չանդամակցեցի, բայց ամեն տարի, ամեն ամառ անցավ առաջ։ Այո, սիրով գնում էի հենց այդ ժամանակ, ճշտում էի երբ են նրանք լինելու, հյուրընկալվելու այդ մարզում ու այդտեղ բնակարան վարձելու, որպեսզի ես գոնե հեռվից հետևեմ այդ ամենին։ Ինչ է բանակումը կամ դպրոցի հետ ինչպես պիտի այդ համատեղվի, ամռանն է միայն արձակուրդներին, առհասարակ պատմեք այդ կենցաղավարության մասին ձեր։ Իրականում մենք փորձում ենք ամեն ամառ ունենալ կամ համահայաստանյան ձևաչափով բանակումներ կամ մասնաճյուղային բանակումներ։ Բանակումները դա մեր ճամբարներն են, որի ընթացքում մենք այդ ամբողջ տարվա մեր հավաքած գիտելիքները, ստացած գիտելիքները արդեն կարողանում ենք դնել գործնական ոլորտում եւ սկաուտները եւ գայլիկները, որոնք այդ ամենը պարզապես տեսական սովորել են, արդեն բանակման ժամանակ կարողանում են ավելի հմուտ դառնալ այդ գործողություններում։ Բացի բանակումներից մենք նաեւ ունենում ենք որոշակի սեմինարներ, օրինակի համար վերջերս եղել է հայաստանյան մասշտաբով խմբապետական սեմինար, որ մասնաճյուղի խմբապետները կարողացել են գնալ եւ իրենց գիտելիքները փոխանցելով ավելի շատ բան սովորել, նաեւ լինում են առաջնորդական սեմինարներ, գալիք պատասխանատուների համար սեմինարներ, որոնք ավելի քաջալերող բնույթ են կրում, այսինքն մենք միայն ամռանը չենք ունենում ինչ-որ հավաքներ ամբողջ կառույցով, այլ 12 ամիսների ընթացքում անընդհատ փորձում ենք միմյանց տեսնել, քանի որ տարբեր մարզերում ենք նաև ապրում եւ այդպես մեր ընկերությունը ավելի ամրացնել։ Այստեղ մենք նշեցինք եւ ես ուզում եմ կարճ էքսկուրս անել, երթում դավանանք զինանշան, օրինակ նշանաբան, նշանաբանը գիտենք, բարձրացրու։ Երթում, ինձ այս ամբողջը հետաքրքիր է, ինչ է ինձ ենթադրում։ Երթումը ո՞րն է։ Մեր խոստումը դա տալիս ենք այն ժամանակ, երբ որ մենք ստանում ենք մեր վսկապները ստանում են անդամագրվելուց մի քանի ամիս հետո, տալիս են խոստումը եւ ստանում են վսկապները։ Գայլիկների համար խոստումը նրանց տարբեր է, նրանք խոստանում են լինել հավատարիմ Աստծուն, հայրենիքին, նրանց ծնողներին, միշտ օգնել ուրիշներին եւ հետեւել ողմակի օրենքներին, իսկ սկաուտների համար լինել դա հետեւել սկաուտական դավանանքին, մեր օրենքներին այսպես ասած, եւ գործել պարտականության գիտակից, արի եւ վեհանձն մարդ, որը արդեն կարծեմ իր նախադասությամբ բացատրում է իր ընդհանուր բնույթը, եւ այդ խոստումը ասելով մենք միշտ հիշում ենք ինչի համար ենք այստեղ հավաքված եւ կարծում եմ հենց ինքը այդ բառերը ամփոփում է իր ամբողջ իմաստը ու ամեն սկաուտ այդ ասելու պահին ինքը զգում է որ ինքը շատ մեծ պատասխանատվություն է իր վրա վերցնում եւ այդ պատասխանատվությունը մինչեւ իր կյանքի վերջ տանելու է իր հետ, որովհետեւ երբ որ դառնում ես մի անգամ սկաուտ, դու արդեն մինչեւ վերջ սկաուտ ես։ Այն մահը կարող է բաժանել ինձ ու ես վսկապը, ես այդպես եմ շատ պատհետիկ եմ պատկերացնում ես այդ հատվածը, ինչպես դա համատեղել դպրոցի հետ, Քրիստինեն լավ հարց տվեց։ Մեր գործունեությունները չեք գնացել ոչ մեկը դասի, չէ՞։ Այսօր տոներ կարելի է մի քիչ վաղնելու բան կա։ Այո։ Բայց մեր գործունեությունները միշտ հաշվի են առնվում դպրոցի կամ այլ արտադպրոցական միջոցառումների հետ, այսինքն մեր գործունեությունները շաբաթական մի անգամ են լինում, իհարկե լինում են բացառություններ, որ հավելյալ լինեն, բայց հիմնականում շաբաթ եւ կիրակի օրերին են դրանք կատարվում ու դպրոցները
ոչ ուսումը, ոչ երեխաների առօրյան չի տուժում դրանից։ Մեր գրաֆիկն էլ ամբողջությամբ երեխաների հետ հարմարեցվում, որ իրենց ոչ պարապմունքների, ոչ դասերի հետ չխանգարեն։ Օրինակ, երբ որ մենք գնում ենք գործունեության, հիմնականում կամ գնում ենք դպրոցներ, մեր գործունեությունները անցկացնում ենք կամ դպրոցներում, կամ մեր գրասենյակներում, ու մենք միշտ այդ մեր կապը պահպանում ենք թե դպրոցների տնօրինությունների հետ, թե երեխաների ծնողների, որպեսզի հասկանանք ոչ մի ձևով հանկարծ չխանգարվի այդ իրենց բնականon ուսուցումը, այսպես ասած, այսպես երևի Հայաստանի սահմաններից դուրս ինչպիսի այսպես կապ ունեք դրսի սկաուտներ առասարակ որքանով է տարածված, որտեղ է ավելի ընդունված, ամեն դեպքում դրսի հայերի հետ շփումը կա ձեր վստահ եմ։ Անպայման։ Այս տարի ունենալու ենք համահոմանտվենական բանակում մեր մոտ Հայաստանում, որը տեղի ունենում 4 տարին մեկ անգամ։ Ինքը իրենից ներկայացնում է աշխարհի այն երկրներից, որտեղ որ կան մեր հայ սկաուտները, այդ սկաուտները գալիս են Հայաստան ու մենք բոլորով միասին իրար հետ ունենալու ենք այդ բանակումը։ Մոտավորապես 700-ից մինչև 1000 սկաուտներ կարող են մասնակցել ու բացի այդ բանակումներից մենք ունենում ենք նաև տարբեր միջազգային ծրագրեր, օրինակ հենց հիմա մեր մասնաճյուղից ունենք անդամ, որը Իտալիայում է եւ այնտեղ տարբեր սեմինարների են մասնակցում, բացի այդ ունենում են տարբեր արշավներ, մենք ունեցել ենք արշավներ Ռումինիայում, Nexus ծրագրի հետ, Շվեյցարիայում, Շվեդիայում, տարբեր տեղերում ենք լինում, ինչ-որ չէ նաև Պորտուգալիայում, ու այդ ձևաչափերով մենք կարողանում ենք միշտ մեր ծանոթությունները ստեղծել ու մենք այն դարում ենք, որ այդ կապը պահպանելը ինձ թվում է դժվար չի, թե սոցիալական ցանցերով, թե սենց տարբեր տեղեր գնալ գալով մենք կարողանում ենք այդ կապը պահպանել, իսկ ինչը վերաբերում է թե որ տեղերում ենք մենք գնահատված, մենք գնահատված ենք այն միջավայրերում, որտեղ հայերը շատ են, դա վերաբերում է հայ սկաուտներին, իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես սկաուտությունը այդ աշխարհի ամենամեծ կամավորական շարժումն է, ավելի քան 60 միլիոն սկաուտներ կան աշխարհում ու մենք ոչ մի բացասական բան չենք տալիս աշխարհին, հուսով եմ, այդ իսկ պատճառով վստահ եմ, այո, վստահ եմ, որ դրական ենք տալիս, չգիտեմ մնացածը ոնց են դա անցալում։ Այդ արդեն իրենց խնդիրը։ Այո։ Վերջ։ Ինչպես նշեց Ալենը, Nexus ծրագրով Ռումինիա անցած տարի եղել է, այսպես ասած, այց ու ես մասնակցել եմ իմ առաջին փորձառությունն էր, առաջին անգամ նույնիսկ երկրից էի դուրս գալիս ու շատ անսովոր էր, բայց իմ համար շատ պատասխանատու էր, որովհետև ինձ սկաուտությունը հնարավորություն տվեց ինձ բացահայտել բոլոր կողմերից ու հասկանալ, թե սկաուտությունը ինչքան մեծ, ինչքան առատ ու բովանդակալից կազմակերպություն է ու երբ որ այնտեղ գնացինք եկանք արդեն ընկերներ ձեռք բերեցինք այլ երկրներից, տարբեր երկրների հետ էինք իրականացնում մեր բանակումը ու իրենք ինչպես ին վրա կտեսնեք Բեյջեր նվիրեցին, սա Ալբանիայից է, սա Մոլդովայից կարծեմ ու այսպես շատ ջերմ միջավայր ստեղծվեց, մենք իրենց նվերներ տվեցինք, նրանք մեզ տվեցին ու հետո բնականաբար Զորնայում եմ Ալենն է քիչ ճամփորդում։ Շնորհակալ ենք մեզ հյուր գալու համար, ձեզ հաջողություն ենք մաղթում այս հրաշալի, շատ առողջ եւ ազնիվ կամավորության ընթացքում։ Առհասարակ կամավորությունը լավագույն բաներից է, որ
ձևավորում է պատահել մարդու կյանքում։ Ես չեմ եղել սկաուտ, բայց եղել եմ ուսանողական խորհրդում։ Իհարկե այդ հետևանքները մնում են քեզ վրա, հետո միշտ ինչ-որ կամավոր ես դու յուրաքանչյուր հարթակում, բայց միևնույն է դա լավագույնն ինչ կարող է պատահել ձեզ հետ։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ եւ շնորհավորում ենք։ Շնորհակալ ենք հեռուստադիտողներին մեզ հետ միանալու համար։ Լույս առավոտին ավարտում է իր աշխատանքը եւ մաղթում ձեզ հրաշալի հանգստյան օրեր, չէ՞։ Այսօր նրանք ովքեր վաղը կաշխատեն, էլի հանգստի ռեժիմով աշխատեք, որտեղ 18-ը աշխատանքային օր դիտարկեցին 24-ի փոխարեն։ Լավ մնացեք ձեզ, հաճելի շաբաթ կիրակի։